Բաքվում ռուսաստանյան Սպուտնիկ պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Այսօր Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, սա իրականում դիվանագիտական սկանդալ է, թե խաղ է ուղղակի։ Ես հիշեցնեմ, որ ամեն ինչ սկսվեց այս անգամ հունիսի 27-ին, երբ ռուս ուժայինները կազմակերպված գործողություն էին իրականացրել Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանական բանդայի դեմ և հավանաբար դիմադրություն ցուցաբերելու արդյունքում այդ երկու բանդայի ներկայացուցիչներ սպանվել էին կամ մահացել էին։ Խոսքը Զիադին և Հուսեյն Սաֆարովների մասին է, եղբայրներ են, և ըստ որոշ տեղեկությունների նրանք Ռամիլ Սաֆարովի հեռու ազգականներն էին։ Ուրեմն ըստ պաշտոնական տեղեկությունների գործել է Եկատերինբուրգում մեծ ադրբեջանական բանդա, որի ներկայացուցիչները առնչություն են ունեցել 2001, 2010 և 2011 թվականներին այդ քաղաքում տեղի ունեցած սպանությունների հետ և նաև ըստ տարբեր այլ տեղեկությունների առնչություն են ունեցել թմրամոլության հետ, թմրանյութերի վաճառքի հետ, ապօրինի ընդհատակյա կազինոների հետ, մարմնավաճառության հետ և այլ բավական ծանր հանցագործությունների հետ։ Բայց ամենայն հավանականությամբ այս գործը ունի նաև որոշակի քաղաքական ենթատեքստ, քանի որ ըստ մամուլի հրապարակումների այդ բանդային անուղղակի հովանավորություններ ցուցաբերում Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին, ով նաև քաղաքական ամբիցիաներ ունեցող գործիչ էր և ակտիվ համագործակցում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ, սերտ կապեր ուներ և նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ուներ։ Օրինակ, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ 2020 թվականին հենց Շահին Շիխլինսկին էր կազմակերպում նրա դեմ մահափորձը Եկատերինբուրգում Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավար Ալի Նաղիևի պատվերով։ Եվ այս ամենը Եկատերինբուրգում առանձին դեպք չէ, վերջին օրերի տեղեկությունների համաձայն նաև Ռուսաստանի տարբեր մարզկենտրոններում, խոշոր քաղաքներում իրավապահները բավական լուրջ գործողություններ են սկսել ադրբեջանական համայնքի կարկառուն դեմքերի դեմ, հանցավոր ադրբեջանական խմբավորումների դեմ, մի քանի տասնյակ այդպիսի գործեր են հարուցվել և նաև խոշոր ադրբեջանական բիզնեսները հարվածի տակ են հայտնվել։ Բաքվի մամուլը գրում է, որ սա Կրեմլի կողմից ուղղորդվող համակարգային հարված է ադրբեջանական ազդեցությունը Ռուսաստանում նվազեցնելու նպատակով։ Արտյոմ, արդյոք Բաքվի արձագանքը սպասելի էր։ Նախ ասեմ, որ այդ երկու ենթադրյալ հանցագործների դիակները Ադրբեջան արդեն տեղափոխել են և այնտեղ ընդունել են իբրև հերոսների իրենց հատուկ պատվով։ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ըստ էության ռուս իրավապահների դեմ, գործը հարուցված է գիտակցաբար դիտավորյալ սպանության հոդվածով և խոշտանգումների հոդվածով, ըստ էության ռուս իրավապահների մեղադրում են խոշտանգման և սպանության, դիտավորյալ սպանության մեջ։ Դատաբժշկական էքսպերտիզան պնդում է, որ նրանք ոչ թե սպանվել են հրազենով, ինչ-որ դիմադրություն ցուցաբերելիս, այլ խոշտանգումների արդյունքում են սպանվել բութ առարկայով հասցված հարվածների արդյունքում։ Բաքվի արձագանքը իսկապես չափազանց կոշտ էր, չեղարկվել են բոլոր տեսակի մշակութային, քաղաքական, հասարակական միջոցառումները ադրբեջանա-ռուսական, չեղարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկի այցը Ադրբեջան։ Բաքվի պաշտոնական լրատվամիջոցները զանգվածային հակառուսական արշավ են սկսել, այդ հրապարակումներում անգամ ուղիղ մեղադրանքներ են հնչում Վլադիմիր Պուտինի դեմ և սև PR-ը ուղղված է անձամբ Կրեմլի ղեկավարի դեմ։ Նրան անգամ մեղադրում են Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան հովանավորելու մեջ։ Դե իսկ Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում ձերբակալությունները շարունակվում են, գլխավոր խմբագրի և տնօրենի ձերբակալումից հետո այսօր ևս 7 լրագրողներ են ձերբակալվել և ևս մեկ այլ ռուսաստանյան գործակալության աշխատակից է ձերբակալվել և ավելի թարմ տեղեկություն զանգվածային ձերբակալություն
ձերբակալումներ են սկսվել ռուս համայնքի ներկայացուցիչների շրջանում։ Ադրբեջանի իրավապահները հայտարարում են, թե իբր երկու ռուսական ազգային բանդա է ուրեմն հայտնաբերվել, տեսանյութը անգամ տարածվում է, թե ինչպես են ստորացնում եւ վիրավորում այդ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց մեղադրում են Ադրբեջանում հանցավոր գործողություններ իրականացնելու մեջ։ Բանը անգամ դրան է հասնում, որ ուղիղ կոչեր են հնչում Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին ինքնակազմակերպվել եւ ամբոստություն սկսել Ռուսաստանում։ Այ օրինակ ադրբեջանա-թուրքական բարեկամության միության ղեկավար Այգուն Աթարը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող 3 միլիոն ադրբեջանցիներ պետք է բողոքի ակցիաներ նախաձեռնեն, որպեսզի կանխեն Ադրբեջանում իսլամաֆոբ տերորի դրսևորումները։ Նման բան իսկապես վաղուց կամ երբեք չեմ հիշում, որ լիներ։ Արդյոք Բաքվի ինչին է պայքարի ամենը։ Դե Մոսկվան փորձում է, ինչպես ասացի, նվազեցնել ադրբեջանցիների քաղաքական ազդեցությունը Ռուսաստանում, իսկ Ալիևը օգտագործում է ցանկացած առիթ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ Մինչ այդ հայտնի միջադեպներ օգտագործվում ադրբեջանական ինքնաթիռի հետ, այժմ էլ այս ամենը օգտագործվում է, որպեսզի կարողանա Պուտինի նոր եւ նոր պայմաններ եւ նախապայմաններ առաջադրել, որոնց մեծ մասը վստահ եմ կապ ունի առնվազն անուղակի Հայաստանի հետ։ Ալիևը կարծում է, որ Պուտինը իրեն խաբել է, քանի որ չի կատարել այն, ինչ շարադրված էր եռակողմ համաձայնագրի 9-րդ կետում։ Խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, եւ այսպիսի գործողություններով փորձում է հիմք նախապատրաստել, որպեսզի կարողանա նոր եւ նոր պահանջներ ներկայացնել Պուտինին։ Միաժամանակ դրա շնորհիվ նաեւ օգտագործում է հնարավորությունը նվազեցնելու համար Ռուսաստանի տեղեկատվական ազդեցությունը Ադրբեջանում։ Այսպիսով Ալիևը միաժամանակ իր երկու ազդեցիկ հարևանների հետ խնդիրներ է ստեղծում եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ իր համար, դեռևս պարզ չէ, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը եւս կպատասխանի այս ամենին եւ ռուսաստանյան որոշ տելեգրամ ալիքների տեղեկությունների համաձայն շատ շուտով օրինակ արգելվելու է Ադրբեջանից դեպի Ռուսաստան ալկոհոլային ըմպելիքների հոսքը։ Շնորհակալություն Արտեմ։